Վերջին զանգը հեռուստասերիալը շարունակում է էկրանների մոտ պահել հեռուստադիտողներին իր լարված սյուժեով։ Դիանա Գրիգորյանն էլ պարբերաբար նոր մանրամասներ է հայտնում սերիալի հնարավոր շարունակության ու դերասանների ընտրության մասին։ Օրերս, սակայն, համացանցում քննարկումներ էին սկսվել, որ կախված սերիալում իր կերպարային զարգացումից դերասանուհի Էմմա Մանուկյանը գուցե թողնում է նախագիծը։ Այնուամենայնիվ, նման խոսակցություններ կարծես թե չկան։ Հակառակը, Էմման սերիալի առանցքային կերպարներից է ու նրա գիծը հաստատ շարունակություն կունենա։ Նշենք, որ հարցազրույցներից մեկում խոսելով իր մասնագիտության մասին դերասանուհին նշել էր. «Շփումս արվեստի հետ սկսվել է մանկապարտեզից, 5 տարեկան էի, երբ մանկապարտեզ եկան մեր օպերային թատրոնի բալետի առաջատար արտիստներ Քարուշ Խունոյանը, որը ժամանակ անց դարձավ կնքահայրս, և Ռուբեն Տոնոյանը։ Նրանք փնտրում էին բալետային տվյալներ ունեցող երեխաների։ Ընտրեցին նաև ինձ, բայց դա այն շրջանն էր, երբ մայրս վնասել էր ոտքը։ Բժիշկը խորհուրդ էր տվել անկողնային ռեժիմ։ Ես էլ բնականաբար չէի կարող մասնակցել խմբակի փորձերին։ Պատկերացնում եք, այնքան մեծ էր սերս դեպի պարը, որ հազար ու մի պատճառ էի փնտրում, որպեսզի թեկուզ մի քանի րոպե ծիկրակեմ, հետևեմ փորձերին»։ Դա նկատել էր մանկապարտեզի տնօրենի տեղակալը։ Որոշ ժամանակ անց նա եկավ մեր տուն ու հայտարարեց. «Եթե դուք չեք կարող երեխային տանել բերել խմբակի փորձերին, ինքս կվերցնեմ այդ պարտականությունն ինձ վրա»։ Դրանից հետո հաճախեցի փորձերին, խորհուրդ տվեցին ուսում առնել պարարվեստի քոլեջում։ Այդպես հայտնվեցի նշանավոր բալետի արտիստ ու դասատու Աննա Մարիկյանի դասարանում։ Դասընկերներիցս ոմանք դարձան բալետի անվանի պարողներ, այդ թվում մեր թատրոնի պրեմիերա աստղ պարող Ռուբեն Մուրադյանը, այսօր Իսրայելի առաջատար բալետի արտիստներից Լյուդվիգ Իսպիրյանը և այլն։ Չուչելում ներկայացա այնպես, կարծես վերապրում էի ինձ հետ կատարվածը։ Կասեմ ուղիղ, ինչպես ներկայացման մեջ, այնպես էլ քոլեջում ուսումնառության տարիներին համադասարանցիներս բուլինգի էին ենթարկում ինձ։ Իմ դեպքում հոգեբանական գործոնն էր, քանի որ չգիտես ինչու ես սկսեցի գիրանալ ու տարբերվել մյուսներից։ Եվ դա այն դեպքում, երբ հավատացնում եմ, համարյա չէի սնվում։ Իհարկե, հնարավոր է, որ շրջապատիս ճնշումներն էին պատճառը։ Քոլեջն ավարտելուց հետո հասկացա, որ օպերային թատրոնի դռները չեն բացվի իմ առջև, ու քանի որ իրատես եմ եղել դեռևս պատանեկան տարիքից, հասկացա, որ ժամանակն է երկրորդ մասնագիտություն ընտրել, սովորել։ Սկսեցի հաճախել Գևորգ Մարկոսյանի ղեկավարությամբ գործող լատինոամերիկյան պարերի ստուդիա։ Այստեղ էլ մարզիչս, ինչպես ասացինք, ձեռքս բռնած ինձ տարավ առաջ, ոչ միայն հասցնելով Հայաստանյան բեմեր, այլև միջազգային մրցույթներ։ Բայց այստեղ էլ հասկացա, որ սպորտային պարերը ամբողջ կյանքի համար չեն, և որոշեցի, դարձյալ չհեռանալով մշակույթի ոլորտից, ընտրել թատերագիտությունը։ Մայրս չողջունեց ընտրությունս, ասելով, թե ինչու գրել դերասանների մասին, եթե դու ինքդ կարող ես լինել բեմում։ Սկսեցի դասեր առնել Մարգարիտա Մնացականյանից, հետո ընդունվեցի Թատերական ինստիտուտ Հրաչյա Աշուղյանի կուրս։ Թույլ տվեք առանց մանրամասնելու ասել, որ առաջին կուրսի վերջում քննությունները հանձնելիս Սաթենիկ Մաթևոսյանը կանգնեցրեց ինձ և պարզապես հրավիրեց իր ղեկավարած կուրս։ Ես հավատացի նրան ու հասկացա, թեև խորին հարգանք տարածելով պարոն Աշուղյանի նկատմամբ, պիտի գնամ։ Այդպես էլ վարվեցի, քանի որ զգացի, որ հիմա էլ նա պետք է ձեռքս բռնի, օգնի ու վեր բարձրացնի։ Ինստիտուտում ուսումնառության առաջին օրից գլխումս միտք էր պտտվում, որ պիտի գնամ հենց դրամատիկական։ Ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացա համակուրսեցուս Վիլեն Սարգսյանի հետ։ Հետո երեխայի էի սպասում, այդ վիճակը բնականաբար թույլ չէր տալիս ազատ տեղաշարժվել, և ես սկսեցի կարդալ ու կարդալ, ինչի արդյունքում գիտական թեզ պաշտպանեցի Խորեն Աբրահամյանը Շեքսպիրյան դերասան թեմայով։ Հետո աղջիկս Սառան ծնվեց ու հասկացա, որ պիտի գնամ իմ երազած դրամատիկական թատրոն։ Գնացի, իսկ դրամատիկականի դուռը բացեց ինքը Գրիգոր Խաչատրյանը ու անմիջապես ինձ վստահեց Կատյայի դերը Դոստոևսկու անկոչ Աննա ներկայացման մեջ, որն ինձ համար տրամպլինային հանդիսացավ։ Հերոսուհիս 9 տարեկան էր, ընդ որում մինչև այսօր էլ խաղում եմ Աննա։ Գիտեք, այս ներկայացման մեջ ինձ զգում եմ 18-րդ դարի վերջ, 19-րդ դարի սկզբում Պետերբուրգյան միջավայրում։ Առանց մանրամասնելու նշեմ, որ փորձերի ընթացքում եղել են պահեր, երբ ցանկացել եմ Գրիգորին ասել, որ հրաժարվում եմ այդ դերից, բայց եղավ հակառակը։ Նա կարողացավ իր ռեժիսորական մտահղացումներն այնպես իրականացնել, նաև իմ կերպարն այնպես հավաքել, որ ստացվեց այնինչ ստացվել է։ Կներեք անպագորգոր բառերի համար,
արդյունքն ինձ գոհացնում է։ Սառան սիրահարված է դրամատիկական թատրոնին, բոլոր ներկայացումներն անգիր գիտի, հաճախում է նաև Սայեդ Նովայի անվան երաժշտական դպրոց, թատրոնում ընկերներս շատ են սիրում նրան, մի խոսքով կուլիսներում է մեծանում, ինքն էլ իր աշխարհն ունի, հայրն էլ է զբաղված, փորձեր, նկարահանումներ, մեզ համար բնական է դարձել մեր կենցաղը, ճիշտ է, կողքից մեկ-մեկ լսում եմ, թե ձեր ընտանիքում յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում, մեզ համար դա դարձել է սովորական առօրյա, այո, դա մեր կյանքն է և մենք երջանիկ ենք, արվեստում մեր հայացքները նման են, եթե չասեմ նույնը, եթե ես կարդում եմ ու հասկանում, որ տվյալ դերն ինձ համար ընդունելի չէ կամ ուղիղ ասած ամուսնուս սրտով չի լինի, միանգամից մերժում եմ։ Գրիգորն է թարգմանել Ժելեզնիկովի «Վիպակը» Չուչելը և ապագա ներկայացումը առաջնային տարբերակով ամբողջությամբ հիմնված էր դրա վրա։ Հետո մի անգամ սեղանի շուրջ ընթացող փորձերից հասկացանք, որ այն շատ սովետական է, հետևաբար ժամանակավրեպ և որոշեցինք այդ կմախքի վրա նոր բառամթերք օգտագործել և ռեժիսորի հետ միասին նորովի այն գրել։ Արդյունքում ստացել ենք մի ստեղծագործություն, որն ամբողջովին նոր է ու ժամանակակից։ Մյուս կողմից, եթե հանդիսատեսը ցանկություն ունենա տեսնել իր սիրելի վեպը, միանգամից ասեմ, հիասթափություն կապրի, քանի որ այն հիմնովին փոխված է, սակայն եթե ցանկություն ունենա հնի մոտիվներով նոր բան տեսնելու, կարծում եմ կհավանի։ Փորձել ենք լինել անկեղծ, իրականացնել մի ներկայացում, որը հնարավորություն կտա խոսել, մտորել այսօրվա աշխարհի մասին։ Հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց ինչ-որ մի պահից սկսեցինք միասին աշխատել տեքստի վրա, և որ ամենակարևորն է, որոշում կայացրինք այդ աշխատանքը սկսել ամենասկզբից։ Ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն ընձեռվեց, փաստորեն ակամայից սկսեցի այլ աշխատանքով ևս զբաղվել։ Մի բան էլ ասեմ. գրել սկսել եմ դպրոցական տարիքից, բայց այդ մասին ընտանիքս չի իմացել։ 9 տարեկան է, երբ տպավորված Ամադեուս ֆիլմով գրիչ վերցրի ու գրեցի էսսե։ Անկեղծ ասած, սա առաջին անգամ եմ բարձրաձայնում։ Ունեմ ինքնակենսագրական հումորային գրվածքներ։ Դա կլինի հավանաբար 50 տարեկանից հետո, երբ ես ներկայանամ որպես գրող, հնարավոր է։ Կարծում եմ, գիրք հրատարակելու համար պետք է ապրել, վերապրել, հետո միայն նստվածքը, եթե կարելի է այդպես արտահայտվել, հանձնել թղթին։ Ավելի վաղ դերասանուհին տեսակետ էր հայտնել, որ սիրում է, երբ սցենարը նախապես է ունենում, հաշվի առնելով այն, որ երկար հեռուստասերիալներում տեսականորեն անհնար է սցենարը նախապես ունենալ։ Հետաքրքրվել էին, թե նման դեպքերում ինչ դժվարություններ են լինում։ Դա բոլորովին այլ աշխատելավոճ է, և դու քո դերասանական օրգանիզմը համապատասխանեցնում ես այս աշխատելավոճին։ Իհարկե լավ է, երբ նկարահանվում ես 25 մասանոց նախագծում, սկզբից մինչև վերջ ունենում ես սցենարը և ստացվում է բոլորովին այլ բան, այլ կերպ ես տրամադրվում աշխատանքին, բայց բազմասերիանոց նախագծերի դեպքում պետք է ուղղակի հասկանաս, որ հնարավոր չէ բոլոր սերիաների սցենարները քեզ հենց սկզբից տան, նշել էր դերասանուհին։